Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտենյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 7-ն է 2026 թվական։ Հայաստանյան իրադարձություններից սկսենք, հետո կանդրադառնանք աշխարհաքաղաքական թեմաներին։ Իհարկե Հայաստանի թիմը ինչից խոսենք, դա ընտրությանն է վերաբերելու, դրա համար նայենք, օրինակ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազորիցի ժամանակ ասել է. «Ես Ռուսաստանի Դաշնություն կատարած իմ այցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահին տեղեկացրել եմ, որ նախընտրական քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մոսկվայում մայիսի 9-ի միջոցառումներին»։ Հստակեցրել է երկու բան. Առաջին, ոչ թե Եվրոպայից եկան, ես ցույց տվեցի Եվրոպայի հետ եմ, այ դրանով հիմա Ռուսաստան չեմ գնում, իմ վերաբերմունքը ցույց տալով, այլ մինչև Եվրոպայից գալը ես արդեն Պուտինին ասել էի, որ չեմ գալու, եւ երկրորդ, այդ հասկացանք, որ այսինքն ինքը Ռուսաստանի հետ կապված պայմանավորվածություններից չի հրաժարվել եւ Ռուսաստանին իր հավատարմության երթումը համարվում է ուժի մեջ։ Եվ երկրորդ, որ հանկարծ չերևա, որ ինքը ուղակի եվրոպացիների գալուց հետո է Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունք արտահայտում, ասում է, որ ես ասել եմ, որ նախընտրական քարոզարշավի բերումով չեմ կարողանա գամ, այսինքն զբաղվածությունս հարգելի է, բացակայությունս հարգելի է, որովհետև այլապես Վլադիմիր Պուտինը կարող է սխալ հասկանար Նիկոլ Փաշինյանին։ Այն, ինչ մենք ուզում էինք, այդքան բացատրում էինք, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի ձեռքաշողը չի, մեկ, եւ երկրորդ, ինքը հերթական անգամ եվրոպական քաղաքական համայնքի այս համաժողովից հետո, գագաթնաժողովից հետո, այսօր ճեպազորություն տված հարցին, թե ի վերջո հիմա հայտ ներկայացնելու եք Եվրամիության անդամակցության, հերթական անգամ ինքը բացատրեց, ոնց հայտ ներկայացնենք, եթե մենք չենք համապատասխանում եվրոպական չափանիշներին, այ երբ որ կհամապատասխանենք, այդ ժամանակ քայլ կանենք, այսինքն մենք հիմա ոնց ենք հայտ ներկայացնում։ Իհարկե դա նույնիսկ չի կարող թյուրիմացության մեջ գցել ամենամիամիտ հետևորդին Նիկոլ Փաշինյանի, որովհետև երբ որ դու հայտ ես ներկայացնում եւ հայտը տնտվում է, դա չի նշանակում, որ քեզ անդամակցեցին, այ դրա համար դու պետքա չափորոշիչներին համապատասխաներ։ Ընդամենը հայտը վերցնում են ու քեզ հետ կազմում են անհատական ծրագիր։ Նույնիսկ եթե եղել է այնպես, որ մտածել են ասոցիացիան համաձայնագիր ստորագրի Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը եւ Հայաստանը, միևնույնն է, 4-ի հետ եղել է անհատական ծրագիր, այսինքն դու այս քայլերը անում ես, գալիս ես հասնում ես այդ մակարդակին, կատարում ես առաջի քայլը, ընդունենք դառնում ես ասոցիացված անդամ, հետո կատարում ես այս քայլերը, դառնում ես թեկնածու անդամ, հետո կատարում ես այս քայլերը, դառնում ես անդամ։ Դա նշանակում է, բայց եթե առաջի քայլը չես արել, ով պետքա քեզ հետ բանակցություն սկսի, ով պետքա քո հետ ժամանակացույցը եւ ծրագիրը հաստատի ճանապարհային քարտեզը, որ դու քայլ առ քայլ գնաս հասնես այն մակարդակին, որ հետո էլ հանրաքվե անելով հայտ ներկայացնես անդամակցության, որովհետև համաձայն մեր օրենսդրության առանց հանրաքվեի վերպետական կառույցին անդամագրվել հնարավոր չէ, բայց մենք չենք հասել դրան, մենք չենք խոսում անդամության մասին, իսկ ինքը ասում է, եթե մենք այդ չափանիշներին չհամապատասխանենք, ոնց ենք դիմում գրում։ Դիմում գրում ես, որ քո այդ աշխատանք սկսեն, ճանապարհային քարտեզ հաստատեն, որպեսի քայլ առ քայլ այդ չափորոշիչներին համապատասխանես։ Սերժ Սարգսյանի ժամանակ ասոցիացիան անդամ դառնալու համար 4 տարի Եվրոպան հետներն աշխատեց, որ մի օրվա մեջ թռան գնացին մաքսային միություն, մի ամբողջ փաթեթ կազմվեց, օրենսդրության մեջ ինչը պետքա փոխվի, այս քայլերը ինչ պետքա անի, տնտեսության մեջ ինչ պետքա անի, ինչպիսի օրենսդրության ինչ փոփոխություն, մի խոսքով մի հսկայական լայնածավալ աշխատանք է, որպեսզի դու հասնես դրան։ Դու առաջի քայլը քեզ ասում են հիմա անում ես, թե ոչ, Եվրոպայից գալուց հետո էլ անում ես, թե ոչ,
Չի կարելի ասել, որ ես չեմ անում, որովհետև ես չեմ համապատասխանում այն մակարդակին։ Դու պետք է առաջի քայլը անես, որ քեզ հրավիրեն, հետը սկսեն աշխատել։ Այլապես դու ոնց ես այդ ճանապարհը անցնելուց հասնելու այն ճամփաբաժանին, որպեսի որոշես ուր ես գնում։ Բայց հիմա այնպես չի, որ հիմա էլ ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու գործարար Սամվել Կարապետյանն էլ ինչ է պատասխանում։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա մտադիր է Հայաստանը վերածել Ռուսաստանի գավառի, պատասխանել է Սամվել Կարապետյանը, արդյոք մտադիր է Ռուսաստանի գավառի վերածել։ Հենց Փաշինյանն ընտրվի, ոչ թե Ռուսաստանի գուբերնիա ենք դառնալու, այլ Ադրբեջանի գուբերնիա։ Նա հիմա հանդես է գալիս Ադրբեջանի գուբերնատորի դերում։ Այսինքն ժողովուրդ ջան, որպեսի հանկարծ Նիկոլ Փաշինյանը չդարձնի Հայաստանը Թուրքիայի Ադրբեջանի գուբերնիա, մի մասը Թուրքիա են ասում, մի մասը Ադրբեջան, այդ թողնենք իրանց քաղաքական ճաշակին, չնայած ընդ որում այդ երկուսն էլ միասնական են հանդես գալիս, այլ ավելի լավ է մենք դառնանք Ռուսաստանի գուբերնիա։ Էսա մեզ առաջարկվում, կամ նա, կամ Նիկոլ Փաշինյանը, կամ Սամվել Կարապետյանը, կամ Ադրբեջանի գուբերնիա, կամ Ռուսաստանի։ Խորապես թյուրիմացության մեջ եք եւ ցանկանում եք թյուրիմացության մեջ գցել նաեւ մեր հասարակությանը։ Դրա համար, քանի որ ընտրությունների թեման է, մի հատ կարճ անդրադառնամ այդ թեմային ու կանցնենք մնացած հարցերին։ Առաջին, երբ որ այս երկուսն ասում են, հասարակության մեջ էլ տպավորություն են ստեղծել, որտեղ հաղթողը իրենք են, էլ ինչ իմաստ ունի, այն ամեն ինչ որոշված է։ Երբ որ հարցնում ենք ամեն ինչ ինչպես է որոշված, հիմա ով է հաղթելու, կոնկրետ պատասխան չունեն։ Չգիտեն Նիկոլ Փաշինյանը, թե ռուսամետ ուժերը։ Բա ոնց է ամեն ինչ որոշված, եթե դուք չգիտեք, չեք էլ պատկերացնում, թե արդյունքում ինչ է լինելու։ Նշանակում է ոչինչ էլ որոշված չէ։ Հիմա դասավորությունը նայենք։ Նիկոլ Փաշինյան չունի այնքան ռեսուրս, որ մեծամասնություն ունենա։ Դա ակնհայտ է բոլոր հաշվարկներով եւ նաեւ մեր ուսումնասիրություններով։ Անպայման չի մենք հիմք ընդունենք սոցիոլոգիական հարցումները, որ այդքան էլ արժանահավատ չենք համարում։ Մենք էլ ունենք մեր կանալները ստուգելու, հասկանալու մեր աղբյուրները, չէ՞։ Չունի Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն։ 1. Երկրորդ, Նիկոլ Փաշինյանի արբանյակ ուժերը ակնհայտորեն անթաքույց բացատրում են, որ եթե իրանք անցնեն խորհրդարան, իհարկե կմիանան Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն ժողովուրդ ջան, ձայն տալով մեզ, մենք մեր բաժին 4%-ը կվերցնենք, մնացածը կտանք Նիկոլ Փաշինյանին։ Այդ դեպքում մարդը մտածում է, բայց ձեզ ձայն ինչի եմ տալիս։ Բա որ անկախ դուք 4% չհավաքեք, այդ ձայնը պակասելու է Փաշինյանից, բա որ Փաշինյանն էլ արդեն շատ ձայն չունենա եւ հանկարծ ռուսամետները հաղթեն։ Այսինքն ձեր այդ օրակարգով մասնակցելը ավելի շատ վնաս է տալիս այն մարդկանց, ովքեր եթե Նիկոլ Փաշինյանին ընդունում են, ընդունեին նաեւ իրանց ու ձայն տային։ Սա 18 թվականը չի, որ մարդիկ գնային ձայն տային Նիկոլ Փաշինյանին, մտածեին մի հատ էլ Նիկոլ Փաշինյանի արբանյակ ընդդիմադիրներին ձայն տանք, թող նրանք կլինեն խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ընդդիմությունը։ Վաղուց արդեն փոխվել է իրավիճակը։ Այսինքն եթե մեկը ձայն է տալիս Փաշինյանին, տալիս է Փաշինյանին, ոչ թե նրա արբանյակին։ Եվ երկրորդ, եթե մեկը Նիկոլ Փաշինյանին տանել չի կարողանում, բացառվում է, որ իր արբանյակներին ձայն տա, հանկարծ խաբվի, մտածի նրանք ինքնուրույն քաղաքականություն են վարելու։ Մեկ ուրիշն էլ Նիկոլ Փաշինյանի արբանյակներից ասում է, դե մենք հո չենք գնում իշխանափոխության, մենք գնում ենք մասնակցենք, որպեսզի դառնանք ընդդիմություն։ Այսինքն գնում ենք ընտրության մասնակցենք, հաստատ իմանալով, որ իշխանությունը Փաշինյանն է։ Դե մենք էլ եթե ձայնը կպակասի կտանք իրան, եթե չի պակասի իրան հերիքա, մենք էլ կլինենք ընդդիմություն։ Այսինքն բայց հաստատ իմացեք Նիկոլ Փաշինյանի դեմ ընդդիմություն չենք լինելու, մենք ուղղակի հո չենք գնում Փաշինյանին փոխենք, մենք ոնց կարանք նման օրակարգ ունենանք։ Այսինքն դուք հասկացաք սա։ Եվ մեկ էլ այդ ուժերը պարբերաբար ակնարկում են, որ Փաշինյանի հետ հանդիպում են, քննարկում են, էս են անում, որպեսզի Փաշինյանի ռեսուրսից իրանք օգտվեն։ Բայց հավատացնում եմ ձեզ, մի քիչ քաղաքականությունը հասկանում ենք, Նիկոլ Փաշինյանը իրենց չի օգնելու։ Որովհետև որևէ ձևով չի օգնելու է պարզ պատճառով, որովհետև օգնելու է ինչ անի, որ իրանից ձայն փախցնեն։ Բացարձակ։ Չի էլ ասելու ինչի եք մասնակցում,
Եթե ինքը կանգնի ասի մի մասնակցեք, հայտարարեք, որ չենք ուզում ձայները փոշիացնենք, աջակցում ենք Նիկոլ Փաշինյանին, այդ դեպքում նրանք պետք է Նիկոլ Փաշինյանը իրան պարտավորված զգա նրանց հետ կապված ու մտածի, որ նրանք էլ ասեն, դե չենք մասնակցում, մեզ համար էլ դե մի բան կանես ընտրություններից հետո։ Այսինքն համարելով, որ նրանց դերակատարությունը էական չի լինելու, որևէ բանակցության իրանց հետ չի նստելու, ինչքան ուզում է իր անունը տան։ Այս ուղղակի սա պատկերացրեցիք։ Հիմա հարցը առաջանում, բա լավ, մենք մասնակցում ենք եւ ասել ենք, ոչ նրան ենք միանում, ոչ նրան։ Ինիգադի ունեմ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը։ Բայց այդ դեպքում մենք ո՞նց ենք հաղթելու։ Առաջինը հաղթելու են, որ այս երկու ուժերն էլ ասում են, եթե այն մեկը հաղթեց, երկիրը տանում է կործանման, այն մյուսն ասում է, եթե նա հաղթեց, երկիրը տանում է կործանման։ Դուք այս մթնոլորտում եք ուզում ընտրություն անեք։ Անելուց հետո էլ երկրորդ ազդեցիկ ընդդիմությունը լինի այն ուժը, որը համարում էր, որ ընտրվածը կործանելու է Հայաստանը։ Այդ ձևի բախում եք ուզում, բա մենք հասարակության մեջ այդ հանդուրժողականության մթնոլորտը երբ ենք ստեղծելու իշխանափոխության ճանապարհով, որ նաև այդ հանդուրժողականությունը լինի։ Ես մեկ էլ ինչ ենք ասում։ Նույնիսկ եթե մեծամասնություն չունենաս, նորից կարող ես հաղթել։ Շատ հանգիստ, նախ գնացեք եւ տվեք այնքան ձայն, որպեսզի որևէ մեկը շանս չունենա մեծամասնություն ունենա, եւ երկրորդ, ամենավատագույն սցենարն եմ ասում, համարենք Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը հազիվ անցել է 4%, տենց համարենք։ Նիկոլ Փաշինյանն էլ ստացել է, գիտենք, որ այդքան ձայն չունի, 40 քանի տոկոս ձայն։ Ու Նիկոլ Փաշինյանին պակասում է ընդամենը մեր 4%-ը, որ հաղթի։ Եվ ասում են, բա ինչա ուզում եք ռուսամետները գան, ձայն տվեք մեզ, մենք էլ ասում ենք հաջողություն։ Մենք ասել ենք ի սկզբանե համագումարով էլ, որ քեզ չենք միանալու։ Շատ ես ուզում ռուսամետները չգան, մենք քեզ տալիս ենք հնարավորություն։ Դուք քվեարկում եք մեր վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանի օգտին եւ երկրում էլ ելնում է հանդուրժողականության մթնոլորտ։ Այո, լյուստրացիա կլինի, այո, գույքերը ապօրինի կբռնագանձվեն օրենքով սահմանված կարգով, այո, քաղաքական գնահատական կտրվի բոլորին, բայց մահու կենաց կռիվ չի լինի, պատերի տակ որևէ մեկին չեն գնդակահարի։ Այնպես որ ընտրեք եւ այդ դեպքում որևէ մեկը չի էլ ասում, որ դուք եթե միանաք կոալիցիա կկազմեք ձեզ, դա էլ է բացառվում։ Մենք կանենք, կյանքի կկոչենք մեր ծրագիրը։ Այդ դեպքում ու ասել, որ բա փոքրամասնության ծրագիրը առանց կոալիցիայի ոնց եք աշխատելու, հարգելիները շատ հեշտ ենք աշխատելու։ Եթե իրանք այդ ձայնը տալիս են բավարար, որ վարչապետ ընտրվի, եթե որևէ քայլ կբոյկոտեն այդ կառավարության խորհրդարանի կողմից, որ նորմալ աշխատանք չի ստացվի, չմոռանանք, որ Սահմանադրության 115-րդ հոդվածով անվստահություն կարող ես հայտնել վարչապետին 1 տարուց ոչ շուտ։ Դա նշանակում է, որ 1 տարի լիովին բավարար է բոլոր պաշտոններին նշանակել համապատասխան մարդկանց, մի հատ էլ տեղը տեղին գնահատական տան այս երկուսին էլ, որի պարագայում, եթե պետք լինի, արտահերթ գործընթաց կարող ենք նախաձեռնել մենք, բայց այդ դեպքում ընտրությունները արդեն կանցնի այդ իշխանության վերահսկողության ներքո եւ այդ պաշտոններին կլինի այդ իշխանության մարդիկ։ Այսինքն նշանակում է որևէ մեկը վարչական ռեսուրսը խախտել չի կարող, որտեղ դա իրանց ձեռքը ուղղակի չի լինի։ Նույնը վերաբերում է ռուսամետ ուժերին։ Ասում են ոնց, բա դուք ուզում եք Փաշինյանը լինի, որ մեզ չեք միանում։ Համարենք իրանց էլ է պակասում այդ 4% ձայնը։ Համարենք, իրանք այնքան ձայն են ստացել, պակասում է դա։ Մենք էլ ասում ենք ոչ, պետք չի շառանել մեր վրա։ Մենք չենք ուզում Նիկոլ Փաշինյանը լինի, բայց չենք ուզում, որ դուք էլ լինեք։ Եթե դուք շատ ծանր եք տանում, որ այդ դեպքում եթե մենք չմիանանք Փաշինյանը կմնա, դուք ձայն տվեք, Գուրգեն Սիմոնյանը կդառնա վարչապետ, կյանքի կկոչենք մեր ծրագիրը։ Եթե չէ, դուք եք մեղավոր, դուք եք Փաշինյանին դարձնում վարչապետ, որովհետև դուք պետք է ընտրեիք Փաշինյանի եւ Սիմոնյանի միջև, դուք ընտրեցիք Փաշինյանին։ Մեր վրա չգցեք։ Նույնն էլ Փաշինյան, դու պետք է ընտրեիր Սիմոնյանի եւ Սամվել Կարապետյանի միջև, դու ընտրեցիր Սամվել Կարապետյանին, մեր վրա չգցեք։
Այն էր Սամվել Կարապետյանն է վարչապետ լինել, չի կարող այնտեղ տեղապահ ալնելու, չէ, ինքը կողքից ա ղեկավարելու։ Այսինքն որևէ մեկը չի կարող մեղադրել, ասել ձեր ձայնով հնարավոր էր կառավարություն ձևավորել։ Ում հետ կառավարություն ձևավորել։ Ձեր ծրագիրը անեք մի երկու նախարարի պորտվել տակ։ Բայց այդ դեպքում մենք ժողովրդին հետ էինք խոստացել։ Ժողովրդին խոստացել էինք, որ գնալու ենք ձայն ստանանք տանք ձեզ։ Ոչ, կամ այդ ձայնը ոչ մեկին չի տրվի, կամ դուք այդ ձայնը կտաք մեզ, մեր թեկնածուն կդառնա վարչապետ։ Այդ դեպքում էլ երկրում կլինի հանդուրժողականության մթնոլորտ, որտեղ հասկանում եք, այդ երկուսիդ համար է մահու կենաց կռիվ։ Այն մեկը մտածում է, որ գա մեզանից գույք են խլե, մեզ բանտերն են լցրե, գալու ենք տեսեք ինչ ենք անելու, այն կողմն էլ ասում է, սա վերջի ընտրությունն է, որ կարա մեզ խաղը խաղամ ռուսամետ ուժերի հետ։ Հենց այս մեկը հաղթենք, տեսեք ոնց ենք ոչնչացնելու։ Այսինքն երկրում այդ մթնոլորտն է լինելու, փորձեն մարդկանց փողոց անեն, չգիտես ինչ անեն, ընտրական արդյունքները վերանայեն, բողոքարկեն, փողոցում բողոքարկեն եւ այլ եւ այլ։ Ձեզ առաջարկում ենք իդեալական տարբերակ։ Ու այդ սցենարի պարագայում ժողովուրդ ջան, ոչ թե երրորդ, կարող է 4-րդ եւ 5-րդ տեղն էլ լես, էլի նորից դու առանց քեզ կառավարություն չձևավորվի։ Ու այդ դեպքում ստիպված են ընդունեն քո ծրագիրը։ Մենք համառորեն կկանգնենք մեր տեսակետի վրա, երբեք չենք գնա կոմպրոմիսի, որովհետև դա ամրագրված է համագումարով եւ բոլորը համաձայնվել են եւ հուշագիր են ստորագրել, որ իրենք բոլորը ընդունում են միասնական վերաբերմունք այդ հարցի հետ կապված։ Սա նշանակում է, որ բացի այդ էլ նայենք, մենք ասենք Նիկոլ Փաշինյանի արբանյակ ուժերը, բայց նայենք նաև ուրիշ ուժեր, որոնք որ չեն ասոցացվում իբր նախկինների հետ, բայց ինչ են հայտարարում։ Ասում են, մենք ոչ մի պարագայում Նիկոլ Փաշինյանին չենք միանա։ Չենք միանա նաև նախկինների։ Ասում են Սամվել Կարապետյան, դե Սամվել Կարապետյան հո նախկին չի։ Հա, այսինքն ակնհայտ է, չէ՞ ձեզ համար, որ Նիկոլ Փաշինյան արբանյակներ, դա Նիկոլ Փաշինյանի ձայներն է, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան, դա բացի այդ ռուսամետները, էլի ուժեր կան, որոնք Սամվել Կարապետյանին նախկին չեն համարում։ Նշանակում է, եթե իրանք ստանան բավարար չափով ձայն, իրանք այդ ձայնը տալու են Սամվել Կարապետյանին։ Այսինքն ավելի ակնհայտ, ավելի պարզ, էլ ինչ եք ուզում, որ մենք տեսնենք ինչա արվելու։ Ես չեմ խոսում այն ուժերի մասին, որոնք սկի ցանկացած սոցիոլոգիական հարցումով սկի մի տոկոսի նույնիսկ մոտ չեն։ Իմաստը որն է քննարկենք։ Այդ մարդիկ մասնակցում են, որպեսզի ինչ որ մեկին օգնելու քայլեր անեն կամ մեկին քննադատելու քայլեր անեն, ինչ որ մեկին ժեստանելու համար իրանց թիրախը լինի մեկին քննադատելը, ինչ որ մեկին ծառայություն մատուցելը։ Իմաստ էլ չունի քննարկել։ Սկզբից մտածում ենք դրանց ասածներին արձագանքենք, հետո մտածենք մեր թանկագին ժամանակը իրանց վրա ինչի ծախսենք։ Ժողովուրդը չի տեսնում, որ իրանք այս process-ի մեջ չեն մտել հաղթելու համար։ Այս process-ին մտել են օլիմպիական սկզբունքով, կարևորը մասնակցությունն է, մասնակցության ընթացքում էլ կարևորը սրան հրաշառանելն է։ Դրա համար նրանց թողենք մի կողմ։ Նրանք, ովքեր շանս ունեն անցնելու, արդեն պատկերացրեցիք։ Նիկոլ Փաշինյանը 50% չունի։ Ռուսամետներն էլ 50% չունեն։ Եթե մենք ստանում ենք ձայն, ինչքան էլ ստանանք, մեծամասնություն կլինի ասել ենք, մեր ծրագիրը հաստատ Հայաստանը ոչ գուբերնիա կդառնա Ռուսաստանի, ոչ էլ Ադրբեջանի կամ Թուրքիայի, որտեղ մեր աչքի առաջ մենք խոսում ենք Եվրամիության անդամակցության ծրագրի մասին։ Մերջ։ Եվ երկրորդ, ստանալով ձայնը ոչ կլինի Սամվել Կարապետյանը, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը։ Ու պետք չէ ասել, իրանք ձեզանից շատ ձայն ունեն։ Այսօր շեմը իջեցված է 4%-ի։ Այն դեպքում, եթե առաջ 5% էր, հիմա 4%։ Դաշինքի համար էլ բարձրացված։ Դա նշանակում է, որ եթե Սամվել Կարապետյանի ուժը կհաղթահարի է դաշինքի համապատասխան տոկոսը, բայց խիստ կասկածելի է, որ դա կհաղթահարի Ռոբերտ Քոչարյանը։ Այդ իսկ պատճառով կուսակցությունների շեմը իջնելու պարագայում կարող է խորհրդանում լինել 4 կամ 5 ուժ։ Ինչպես տեսակ Գյումրիում եղավ 5 ուժ,
Ինչպես տեսակ Վրաստանում եղավ 5 ուժ, որ այսինքն նշանակում է դա այդքան զարմանալու չի։ Նախորդ անգամ Շեմը 5% էր, որի պարագայում անցած կուսակցությունները եղավ 2, երրորդն էլ իրավունքի ուժով անցավ։ Այս անգամ կարող է լինել այդ թիվը ավելի շատ։ Մանավանդ ժողովրդի ակտիվությունը մասնակցության առումով ավելի շատ ձայն տա։ Դա նշանակում է, որ ես վատագույն անգամ սցենարով ձեզ ասեցի, իրանց երկուսին ասի լավագույնը, որ 40 քանի տոկոս ձայն ունենան։ Մերը ասի վատագույնը, հազիվ 4, որի պարագայում անգամ առանց քեզ կառավարություն չեն կարող ձևավորել։ Իսկ եթե առանց մեզ չեն կարող, շատերը հայտարարել են, մենք որ անցնենք ձայնը տալու ենք Փաշինյանին, մյուսն էլ ասում է, մենք որ անցնենք ձայնը տալու ենք Սամվել Կարապետյանին։ Այդ մարդիկ ի սկզբանե ասել են, թե իրանք ինչ են անելու։ Մենք էլ ասում ենք, մենք որ անցնենք ձայնը տալու ենք Գուրգեն Սիմոնյանին։ Վերջ։ Հստակ։ Այսինքն բան ունեք ասելու, ընտրեք մեր թեկնածուին եւ երկրում մթնոլորտը դրանով կփոխվի։ Ձեր թեկնածուին մենք ոչ նրան ենք ընդունում, ոչ էլ նրան։ Եվ սա իսկապես հաղթող սցենար է։ Ցանկացած մարդով թվաբի դասերը գնացելա կարող է վերցնել եւ պատկերացնի, եթե ոչ սրանք մեծամասնություն չունեն։ Ոնց են հաղթելու։ Եթե մենք ստանում ենք ձայն ու մեզանից կախված լինի ով է հաղթելու։ Մենք էլ կասենք, եթե մեզանից է կախված, ուրեմն հաղթողը մենք ենք։ Չեք ուզում, ուրեմն դուք գերադասում եք Նիկոլ Փաշինյանին Գուրգեն Սիմոնյանից, էլ մեր վրա չգցեք։ Չեք ուզում, ուրեմն դուք գերադասում եք Սամվել Կարապետյանին Գուրգեն Սիմոնյանից, էլ մեր վրա չգցեք, ժողովուրդ ջան։ Մենք մեր քայլը բարեխղճորեն, համառորեն կանենք։ Դրա համար հաշվի առնելով, որ ընտրական թեմաներով ասեմ նաև ու անցնենք առաջ, դե վաղվանից արդեն քարոզարշավը սկսում է, դուք արդեն հասկանում եք շատ կոշտ ռամկաների մեջ է այդ ամեն ինչը, հստակ ձևով ծախսերը, քարոզչական բոլոր նյութերի հետ կապված ցանկացած ամենամանր ծախսներ պետք է կատարվի կուսակցության միջոցներով եւ ասենք համապատասխան հաշվից, ոչ մի ուրիշ գումար փոխանցելու հնարավորություն չկա։ Դրա համար Գուրգեն Սիմոնյանի էջում էլ կա կենտրոնական ընտրական հանձնաժողովի բացատրությունը, թե ինչ պետք է արվել, այսինքն մարդիկ գումարը փոխանցում են կուսակցությունը եւ գրում են նվիրատվություն իրանց տվյալները գրելով, կուսակցությունը արդեն փոխանցում է հատուկ նախընտրական հաշվին եւ ամբողջը կարող է ծախսել բացառապես այնտեղից, ոչ մի բան չէ, բուկլետ կլինի, ֆլայեր կլինի տպել, պլակատ կլինի, որևէ ձևի բաներների վրա վարձակալությամբ տարբերակներ, ֆիլմեր, կլիպներ, բոլոր ծախսերը, մարզային այցելություններ, այդ բոլորը կատարվելու է այդ հիմնադրամի միջոցների հաշվին խստագույնս վերահսկողության տակ։ Դրա համար ընդեղ էլ նշված է, որ կարող են փոխանցել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվեն Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս, որտեղ իրանք իրենց տվյալներն են գրում, պարզերում այդ մարդը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Սա կուսակցության մասով, ընտրությունների մասով պատկերացրեցիք, կապ հաստատեք գրասենյակի հետ, ճշտեք, ինչ եք անում, ոնց եք անում, նաև ծանոթացեք օրենքի հետ, Գուրգեն Սիմոնյանի էջում էլ կա, բացի այդ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարզաբանումը, դուք պատկերացնում եք, թե որքան կարևոր է, որ մենք կարողանանք նորմալ մասնակցենք։ Անվճար եթերից բացի նաև կա վճարովի եթեր բոլոր հեռուստաընկերություններով, որով կարող ես դա տարածել։ Անվճար պաստառներից բացի նաև կա վճարովի եւ այդ բոլորը տեղի է ունենալու ու դուք տեսնում եք, եթե իրանք 100 հատ կամ 1000 հատ դնեն, մենք գորե մի հատ կարողանանք դնենք, պետք է ասեն, բայց գումարը որտեղից, որովհետեւ հասկանում եք, թիրախավորում են նրան, ով չի խաղալու իրենց խաղը։ Այդ լավ եք հասկանում, դրա համար ձեր աջակցությունը չափազանց կարևոր է։ Այս այն մասով, որը վերաբերվում է կուսակցությանը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները միայն կարող են իրենց նվիրատվությունը կատարել։ Եթե կլինեն մարդիկ, որոնք կպատկերացնեն, որ իրենց Հայաստանի Հանրապետության քաղաքացի բարեկամները կարող են այդ հարցում օգտակար լինել, դուք արդեն ձևը կգտնեք, թե ոնց անեք, որ այդ մարդիկ գնան եւ իրանք հենց իրենց անունով այդ մուծումները անեն։ Իսկ ինչ վերաբերվում է կայքին, դրա հետ կապված բնական արդեն այդտեղ սահմանափակում չկա, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, թե մեր սիրելի հայրենակիցներն են Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, դրա համար եթե հավանում եք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, եթե ցանկություն ունենեք ձեր ֆինանսական աջակցությունը ունենալ
մտեք նյութի նկարագրական մաս, ընդեղ կա եւ բանկային փոխանցում, քարտային փոխանցում, արագ փոխանցում, իդրամի տարբերակ, PayPal, Patreon, բացի դրանից էլ ուզում եմ ասեմ այդ բանկային փոխանցումը, որ ասում եմ, դա իմ ղեկավարած հասարակական կազմակերպությունն է, Բարեկեցիկ անվտանգ Հայաստան, եւ հասարակական կազմակերպության վրա որևէ սահմանափակում չկա, որ կարող են դրսից ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարողանան նվիրատվություն անել, իհարկե պարզամենք օրենք չենք խախտի, դրսի եկած նվիրատվությունը հիմնադրամին փոխանցենք եւ ասեն տեսեք դրսից է եկել, ձևը գիտենք այդ ամեն ինչի, ինչպես կարող ենք անել, որպեսզի օրենք չխախտելով որոշակի քայլեր, որովհետեւ այդ հասարակական կազմակերպությունը եւ իմ ալիքը գոյություն ուներ մինչեւ ընտրությունները, այսինքն դա այն գործունեությունը, որ մենք աշխատանք ենք տանում հանրապետությունով այդ հասարակական կազմակերպության նպատակը աշխատանքներ տանել Եվրամիության անդամակցության հետ կապված եւ այլ, այսպես դա որևէ ձևով կախված չի ընտրությունների հետ, այսինքն մենք չենք գանի որևէ ծախս, որը ուղղակի կմեղադրեն, թե տեսեք սա դրսից եկավ եւ գնաց մտավ հիմնադրամ, բայց որոշակի աշխատանքներ, որը մենք արել ենք շարունակենք անել եւ կայքի հետ կապված ավելի ակտիվ աշխատանքի եւ հասարակական կազմակերպության հետ կապված առանց օրենք խախտելու մենք կկարողանանք մեր գործունեությանը նպաստող քայլեր անել, այնպես որ ավելի մանրամասը չբացատրեմ, հասկանում եմ, որ դուք գրագետ կիրթ մարդիկ եք, հասկանում եք, որ օրենքը բավական նաև խստացված է, որովհետև իշխանությունը վարչական ռեսուրսով, պետական փողերով, հարկատուների փողերով ինչ ուզում անում է վերագրում է իրան, բայց մյուսներին խստագույնս վերահսկում, որ հանկարծ որևէ բան չլինի եւ դրանով ստեղծում անհավասար մրցակցային պայմաններ։ Մարդիկ կան, որ ասում են, դե տեսեք ժողովուրդը մեզ է ուզում, լուրջ, ժողովուրդը ձեզ է ուզում, դե բերեք 19 հոգու պլակատները ձերի չափ հավասար ամբողջ երկրում տարածեք։ Տեսնենք ձեզ ուզում է թե չէ։ Դա գիտեք ինչի անում են, որ հիմա մենք մեկի հետ գնանք դուելի, գա պետք է ընտրենք ատրճանակ, մեկը նույն ատրճանակից ընտրելու ենք նույն որակի։ Մեկը գալիս է դուելի, դուել ես գալիս, դու ատրճանակն ես ընտրում, ինքը ընտրում է ատրճանակ, կողքից մի հատ գնդացիր, ընդեղից մի հատ տանկ, ընդեղից էլ մի հատ ինքնաթիռ, ընդեղից էլ մի հատ չգիտես ինչ։ Որից հետո ասում է, մի հատ է Սուզանավ, հետո էլ ասում է բանա, բա մենք հավասար եկել ենք դուելի, լուրջ ես ասում։ Հավասար դուելի ես եկել, հավասար դուելի գալիս են հավասար հնարավորություններով։ Հիմա դուք համարում եք հավասար հնարավորություններն, հա։ Ձեր դատարկաբանությունները, ձեր անգրագիտությունները, ձեր խայտառակությունները ամբողջ երկրով տարածելով, դա է ձեր հավասար հնարավորությունները։ Դրա համար ասում ենք ժողովուրդ ջան, խելամիտ, խելացի քայլերի պարագայում, այս գզվռտոցի պարագայում, մենք շատ հանգիստ կարող ենք հաղթել լինելով թե առաջինը, թե երկրորդը, թե երրորդը, թե չորրորդը, թե հինգերորդը, որտեղ իրանցից ոչ մեկը հավաքական մեծամասնություն չունեն։ Այնպես որ ովքեր որ ձեզ խափում են, ասում են հարցը որոշված է, դա ուղղակի հեքիաթ է։ Հարցը որոշված չէ։ Հարցի որոշողը դուք եք։ Եթե մարդը կանգնում է, այսօր ասուլիս է տալիս եւ ասում է ընտրությունից հետո ես վարչապետ եմ, գիտի որ սահմանադրությունով այդ հնարավորությունը չկա, բայց ի նկատի ունի, որ այդքան ձայն ունի ու տենց կատեգորիկ ասում է, իրեն հարգող մարդը կգնա մեկին ձայն կտա, որը առանց ձեզ արդեն վարչապետ է ընտրվել։ Այսինքն ո՞նց ես դու գնում ընտրում մեկին, որն ասում է ընտրես չընտրվես, ես ընտրված եմ։ Ո՞նց կարաս դու նույնիսկ լավ չի որ ասեմ ինադու գնաս ուրիշին ընտրես, մի քիչ ինադին բան չի էլի, այսպես ասած քաղաքական որոշում չի, բայց նույնիսկ իրան հարգող մարդը ինադու կգնա ուրիշին կտրի, չի ընտրի այն մարդու, որ ասի առանց քեզ ես ընտրվել եմ։ Դե ամեն մարդ ինքն է որոշում իրան հարգի թե չէ։ Այդ արդեն ես համենայն դեպս իմ համեստ ուժերի ներածի չափով ընտրության կմասնակցեմ, չեմ մասնակցի, պատգամավոր կլնեմ, չեմ ընտրի, իմ բոլոր ելույթների միջև ես խոսում եմ իրեն հարգող մարդկանց մասին, որ ցանկացած պարագայում մարդը առաջին հերթին հարգի իրեն, որ նոր հարգանք պահանջի դիմացինից, արժանապատվություն, գրագետը լի, կիրթը լի, սկզբունքային լինի եւ այլ, դա ինձ համար շատ կարեւոր արժեք է։ Եվ այս պարագայում ես ասում եմ, մեկը կանգնի ասի առանց քեզ ես հաղթել եմ, ես էլ ասեմ հա դե լավ, դե որ առանց ինձ հաղթել ես, սուսուփուս գնամ քեզ ընտրեմ։
չասեմ հաղթել ես, դե հիմա կտեսնես։ Այնպես որ ժողովուրդ ջան, որոշողը դուք եք։ Դուք կորոշեք, արդյունքները կտեսնեք։ Իսկ հիմա Ռուսաստանից հիմա նայենք դժգոհությունները, որին պետք է պատասխանի Նիկոլ Փաշինյանը, որ չգիտես ինչու չի արձագանքում։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա Հայաստանի իշխանությունները խախտել են Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը։ Այսինքն խոստում են տվել ու խախտել են։ Հիմա իրանք որակում են։ Իմիջայլոց անկախ նայես դուք Զախարովային կընդունեք, չեք ընդունի, դա հարցի մի կողմն է, նա պաշտոնական ներկայացուցիչ չէ, դա Ռուսաստանի կարծիքը հայտնում։ Չես կարող ասել, այդ ով է, որ մենք նրա ասածին բանի տեղ դնենք։ Նա պաշտոնական ներկայացուցիչ է։ Հայաստանի ղեկավարությունը եւ նա Նիկատունի Փաշինյանին իդեպ Մոսկվա վերջին այցելությունների ընթացքում հավաստիացրել էր, որ Ռուսաստանի դեմ որևէ քայլ չի ձեռնարկի։ Եթե երաշխիքների հարցում այդպիսին է իրավիճակը, ապա նշանակում է ոչ միայն Մոսկվայում եւ ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիների հետ է Հայաստանի ղեկավարությունն իրեն այդպես պահում, չպահելով իր խոստումները։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը գնում է Վլադիմիր Վլադիմիրիչին, ասում է վերև Աստված ներքև դու, դա առաջի դեպք չի, որ մենք գիտենք 2022 թվականին Ուկրաինայի պատերազմից մի քանի օր հետո լեղապատար գնացելի Վլադիմիր Վլադիմիրիչին ասեց ոնց ասես ընդունում եմ քու խաղի մտածելով է Սահարակ այնտեղ կվերջանա կմտնեն Հայաստան, ինքը ասել էր, որ ինձանից հավատարիմ ծառայող չես գտնի Հայաստանում, հիմա էլ է ինքը նույն բանն ասում, իմացի, որ այդտենց ռուսամետուշ չկա, որ ավելի հավատարիմ լինի Վլադիմիր Վլադիմիրիչին, քան Նիկոլ Փաշինյանը։ Եվ այդ պարագայում, եթե դա այդպես չի, շառը անում Մարիա Զախարովան պաշտոնական ամբիոնից, կանգնի ասա, այդ ինչ եմ խոստացել, ես որ խախտել եմ։ Այսինքն Եվրամիության ընտանիքի հետ կապված համաժողով անելը, գագաթնաժողով անելը, ես որ իմ պարտավորությունն եմ խախտել, իսկ եթե իսկապես պարտավորություն է իր վերցրել, այդ դեպքում բացատրի մեզ, եթե պարտավորություն չես վերցրել, հակադարձի ռուսներին։ Ռուսաստանի հասարակության մեջ խորը վրդովմունքով անհասկացողությամբ ոչ միայն տեսան, այլև հատկապես հիշեցին այն փաստը, որ Հայաստանը, որին մենք սովոր ենք համարել բարեկամ եղբայրական երկիր, հարթակ ծառայեց ում համար, ահաբեկչի համար, նեոնացիստական Կիևի ռեժիմի պարագլխի համար, որին Երևանում շատ ջերմ ընդունեցին, իսկ ինչի պետք է չընդունեին, որ դա մեր կռիվներ, դա մեր սրբազան պատերազմն է, որ օկուպացրել ես քո հարևանի տարածքը, եղբայրական սլավոնական ես համարում, հետո մի քիչ հիմքերը ուսումնասիրում եք, տեսնում եք մտամ ռուսները ինչ սլավոն։ Էդ էիր ուզում բարձեին։ Ուզում էր ուկրաինական պատմությունը վերցնես, խառնես իրար, ասես դե մենք Կիևյան Ռուսիան, այդ մենք ենք։ Բա մի քիչ պատմությունը իմացող մարդիկ հրաշալի գիտեն, որ դուք ոչ մի առնչություն չունեք Կիևյան Ռուսիայի պատմության հետ, բացարձակ առնչություն չունեք։ Ձեր ունեցած պետությունը Մոսկովյան էր։ Արաբական ձեր գրառումներով ու ձեր ամեն ինչերով եւ շատ այլ բաներով շատ չխորանանք դրա մեջ։ Մողոլ թաթարների հետ ձեր առնչություններով։ Բա մենք որպես ինչ պետք է այդ կոնֆլիկտի կողմ դառնանք, անունը ինչի համար։ Ինչը Ռուսաստանը, որ ում հետ ուզում է լավ հարաբերություն ունենալ, մեր հետ համաձայնացնում է նոր անում։ Դրա համար այստեղ բացարձակ այս հարցում, չէ, լա Կիևին է իրանք ինչ ասում են, դրանք մի կողմ, ինքը ինչ խոստում է ասում, որ Փաշինյանը տվել է, որ Ռուսաստանի դեմ չի գործելու։ Նիկոլ Փաշինյանը մեր մոտ էլ ասել, չէ, մենք Ռուսաստանի դեմ չենք գործել, չենք գործում, չենք էլ գործելու։ Ավելին ասել է Պուտինին։ Հիմա Պուտինը դեմը տա դնում իդեմս Զախարովայի պատասխանի, կամ մեզ պատասխան տուր, կամ իրանց։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակով ցավոք Երևանում փորձում են նախկինի պես հավատարիմ մնալ ես կասեի երկու աթոռի վրա նստելու քաղաքականությանը, թե որքան երկար կարելի է այսպես ասած մնալ նման դիրքում ես չգիտեմ, բայց այս ամենը իհարկե վնասում է մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը, որոնք այդքան շահավետ են թե Ռուսաստանի եւ թե Հայաստանի համար։ Շատ առումներով բարենպաստ իրավիճակը մասնավորապես Հայաստանի տնտեսական զարգացման հետ կապված պայմանավորված է մեր երկրների միջև հարաբերությունների հաջորդ զարգացմամբ, մասնավորապես ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի փոխգործակցությամբ, ընդգծել է Ուշակովը։
Այսինքն հիմա իրանք համարում են, որ մենք բալանսավորված քաղաքականություն վարել չենք կարող, որովհետև դա նշանակում է նստել երկու աթոռի վրա։ Ուղղակի իրանք չեն էլ պատկերացնում, որ Նիկոլ Փաշինյանը միանգամից ուզում է նստել մի քանի աթոռի վրա, ավելի ճիշտ հայտնվել մի քանի աթոռի տակ։ Այդքանի վրա չի կարող նստել, որովհետև միաժամանակ ինքը Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Ռուսաստան, Եվրոպա, Ամերիկա, բոլորին հայ ասես մարդը։ Դե ամեն մեկն ասում է, դե ինձ ասած հայի պատասխանը տուր, այդ չի ասում, բայց նույն հայը նրան էլ ասել, իսկ այդ բոլորի շահերը չի համընկնում, որպեսի բոլորին հա ասես ու տակից դուրս գաս, այդ անհամատեղելին համատեղել հնարավոր չէ, դրա համար օրը մեկը նեղանալու է, ասի բա մեզ բան էր խոստացել, հիմա փաստորեն ասում է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցում ենք, էսի խաղեր ես տալի Եվրոպայի հետ, այն դեպքում որ Փաշինյանը հենց այսօր է ասում, Եվրոպա գնացող չկա, հանգիստ եկան, հավաքվեցին, բարևեցին, շնորհավորեցին, իրար հետ նկարվեցինք, այդ կոգնի ընտրությունների համար ավելին չսպասեք, ավելին չեմ էլ անելու, բայց միևնույնն է, հիմա Ռուսաստանից պատասխան են պահանջում, իսկ Նիկոլ Փաշինյանը չպետք է դնի ասի, բայց ով է ձեզ նման բան խոստացել, եթե չես խոստացել, ասա չեմ խոստացել, ասա պարոնայք դուք ստախոս եք, նաև տիկնայք, եթե չէ, ուրեմն մենք հո գիտենք, որ դու խոստացել ես, այդ դեպքում մեզ բացատրի։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր պետության յուրաքանչյուր առաջնորդի, ովքեր աջակցել են Ուկրաինային եւ մեր պետության առաջարկին լիակատար հրադադարի վերաբերյալ։ Այսօրվա դրությամբ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը մեր հրադադարի առաջարկին պատասխանել է միայն նոր հարվածներով, նոր հարձակումներով։ Կախված այսօրվա եւ վաղվա իրավիճակից մենք նաեւ կորոշենք մեր լիովին արդարացի պատասխանները։ Այսինքն Պուտինն ասում էր հրադադար անենք ամսի 8-ին 9-ին, Զելենսկին էլ ասեց, դե դեպքում 6-ին ու 7-ին, դե որ տենց է, թող մարդ քիչ զոհվի, անպայման կարևորը քո շքերթն է, եթե դու 6-ին 7-ին կկրակես, մենք էլ 8-ին 9-ին կկրակենք։ Հիմա Էդ է բացատրում։ Ռուսաստանը մեզանից ստացել է հրադադարի դիվանագիտության հստակ առաջարկ եւ գիտի թե ինչպես կապվել Ուկրաինայի կամ նրա գործընկերների հետ մանրամասները համաձայնեցնելու համար։ Եթե Մոսկվայում այդ մեկ մարդը, որը չի կարող ապրել առանց պատերազմի, հետաքրքրված է միայն շքերթով եւ ոչինչ ավելին, ապա դա այլ հարց է։ Ուկրաինան պատրաստ է աշխատել խաղաղության համար։ Պատերազմը մղեցին այն աստիճանի, որ նույնիսկ նրանց գլխավոր շքերթն այժմ կախված է մեզնից, եւ սա հստակ ազդանշան է, մենք պետք է դադարեցնենք այն, նշել է Զելենսկին։ Այսինքն այն Ռուսաստանը, որը ուզում էր 2022 թվականի մայիսի 9-ի հաղթանակի տոնը նշել Կիևում, իր հաղթանակով, որ հաղթել է նաեւ Ուկրաինային, այդ Ռուսաստանը 2026 թվականին, որպեսի կարողանա հաղթանակի տոնը անի Կարմիր հրապարակում ինքը ստիպված կախվածություն ունի Ուկրաինայից, հանկարծ Ուկրաինան չհարվածի։ Շարունակությունը դա է, հիմա էլ Զախարովան բան անում, սրում է թեման։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա Ռուսաստանի արտգործնախարարությունը կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից։ Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության նախազգուշացումը տրվել է հատկապես Զելենսկու հայտարարություններին ի պատասխան։ Արտաքին գործերի նախարարությունը ընդգծում է Կիևի դեմ Ռուսաստանի զինված ուժերի կողմից պատասխան հարվածի անխուսափելիությունը, եթե ռեժիմի ահաբեկչական ծրագրերը իրականանան։ Զախարովան նշել է, որ եթե Կիևը հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակ իրականացնի իր հանցավոր ծրագրերը, ապա Ռուսաստանի Դաշնությունը կհարվածի Կիևին։ Այսինքն հիմա ինքը դիվանագիտական ծառայություններին ասում է դուք դուրս եկեք, որտեղ դեռ չգիտենք Զելենսկին խփելու է թե չէ, խիստ անհանգիստ ենք խփի թե չէ։ Դե կարող է մենք էլ պատասխան հարված տանք։ Այսպես ասած շանտաժ անում, որ Զելենսկի դեմի խփի, մենք էլ կխփենք։ Բայց ավելի ամոթալին շարունակությունն է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում ձեռնարկվում են Պուտինի անվտանգության լրացուցիչ միջոցառումներ, հաշվի առնելով Կիևյան ռեժիմի ահաբեկչական սպառնալիքի ֆոնին ստեղծված բավականին բարդ օպերատիվ իրավիճակը։ Ավելի խայտառակ բան դժվար է պատկերացնել, որովհետև
իրանք ոնց որ թե Կիևում պետք է տոնը նշեին, չէ, ինչպես ասեցինք։ Հիմա իրանք անվտանգային լուրջ հարց են լուծում։ 2022 թվականից կռվում են, արդեն 5-րդ տարին կռվում են, որևէ ձևով չեն կարողանում անգամ միայն Մոսկվայի երկինքը փակել, միայն Կարմիր հրապարակի երկինքը փակեն ու այդքան վախեցած են, որ ուկրաինացիք կարող է խփեն։ Էս ինչ օրը ընկակ ժողովուրդ ջան, բայ Հայաստանին եք ուզում տիրություն անեք։ Ասում եք առանց ձեզ Հայաստանը կորացա, բա մեկը ելնի ձեզ տիրություն անի, ժողովուրդ ջան, ասեք օգնենք, կարող է դրոնների դեմը կարողանաք առնեք։ Այս խայտառակությունն է ձերը։ Եվ այս պարագայում չմոռանանք, էլի 41 թվականին, երբ որ Մոսկվայի մատույցներում էր Հիտլերի զորքը, Ստալինը չվախեցավ բարձանա վերև կանգնի եւ շքերթով անցնողները 41 թվականին նոյեմբերի 7-ի տոնակատարության հետ կապված իրանք այդտեղից միանգամից մեկնում էին ռազմաճակատ, գիտեին, որ կարող է հարված են, ամեն ինչը գիտեին, իսկ դուք այսօր վերցրել եք ձեր հակաօդային պաշտպանության ամբողջ համակարգը, հետ եք քաշել, որ մի հատ Մոսկվա պահեք, այդել այդ մի հատ Մոսկվան էլ չեք կարողանում պահեք, մի հատ Կարմիր հրապարակ չեք կարողանում պահեք, հիմա ասում եք դե լավ էլի Զելենսկին գոնե համաձայնվի դեմն առնի, եթե չէ գոնե մենք կարողանանք Պուտինին պահենք, ժողովուրդ ջան, որտեղ Պուտինի անվտանգությունը հիմա շատ վտանգված է Զելենսկու պատճառով։ Այսօրին եք ուզում Հայաստան ղեկավարեք, ժողովուրդ ջան, մեզ պետք չէ որ ձեզ քննադատենք, դուք ձեզ առանց հարցաքննելու դուք ձեր վրա ցուցմունքը տալիս եք խոստովանական, մեզ մնում է ընդամենը ձեր ասածը հանրությանը ներկայացնել, սա է այս մարդկանց վիճակը, ասում են Զելենսկին Հայաստանը միշտ գործ ուներ։ Այսօր ձեր հակաօդային պաշտպանության համակարգը նենց հետ եք քաշել Մոսկվա, եթե մի քիչ լավ ուսումնասիրեն, պարսատիկով կարող է գրավեն ռուսական քաղաքները, որտեղ չկա հակաօդային պաշտպանության համակարգ։ Այսօրին եք դուք ժողովուրդ։ Այս խելքով եք ուզում Հայաստան ղեկավարեք։ Չեք տեսել, որ Չինաստանը 1.5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքի վրա արդեն քարտեզները գծել է, 1.5 միլիոն ռուսական տարածք է ուզում։ Հստակ քարտեզով ասում է սա իմն է, այս սապտի վերցնեմ, նպատակային գրավում է, որոշել եք Դոնբասից մի գյուղ վերցնեք, ժողովուրդ ջան, ու այս խելքով Հայաստան ղեկավար, ժողովուրդ ջան, սրանից ենք ուզում փրկենք ձեզ, ուրիշ ինչ անենք, այս է այս մարդկանց պատկերացումը, թե Փաշինյանն է Պուտինի ազդեցության տակ, թե այս մի ուժը, ուղղակի Փաշինյանը մի քանիսի ազդեցության տակ է, իսկ սրանք հաստատ Փաշինյանը մեզ Եվրոպա չի տանելու, այդ հաստատ գիտենք, բայց մի բան էլ հաստատ գիտենք, որ ռուսամետ ուժերը հաստատ մեզ Ռուսաստան են տանելու, այդ մի բանն էլ հաստատ գիտենք, դրա համար մեր անելիքը արդեն ակնհայտ պատկերացնում եք որն է, դե ինչ, այսօր այսքանը, դիտեք և դատեք ինքներդ, շնորհակալություն։